Փաշինյանական կլանի։ Շնորհակալություն, պարոն Մուրադյան, այժմ խոսքը տանք մեր տիկին Ռուզաննա Ստեփանյանին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բնորոշելու համար, խնդրեմ, տիկին Ստեփանյան։ Շնորհակալություն, տիկին Անահիտ, այստեղ մասնակցելուց րոպեներ առաջ ինձ զանգահարեցին անհետ կորածների ծնողներից, ցավոք պայթյունից, Արցախյան պայթյունից անհետ կորածների մայրեր ու ծնողներ էին զանգահարել, հարցնում էին ինչ կա, մեզ արդեն 2 տարին լրանում է, վաղը կլրանա Արցախի վերջնական հանձնման 2 տարին, խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին, ինչ կա, ասում էին, ինչպես գտնենք մեր զավակներին։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ասում է, որ մարդը գերագույն արժեք է։ Այս իշխանության համար գերագույն արժեք է ցավոք մարդակերությունը։ Երեկել եմ ասել, 1 ամիս առաջ եմ ասել, 1 շաբաթ առաջ եմ ասել, այսօր եմ ասում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն 5 տարի խաբում է անհետ կորածների ծնողներին։ Դռնեդուռ են գցել այդ մարդկանց, այս հումանիտար, այս մարդկային խնդրին որևէ մարդկային արձագանք չկա։ Այնինչ անում է այս անհետ կորածների հարցում Հայաստանի գործող թրքահապատակ իշխանությունը, ես կարող եմ ասել, որ որևէ աշխարհում չկա նմանատիպ որևէ իշխանություն, պատերազմներ շատ են լինում։ Բոլոր երկրներում մենք տեսնում ենք Ռուսաստան, Ուկրաինա, գրեթե ամեն օր գերիների կամ դիերի փոխանակումներ են տեղի ունենում։ Այսպես անհաղորդ, այսպես անտարբեր, այսպես մարդակեր իշխանություն աշխարհի որևէ երկրում չկա։ Մեր գործառույթը անհետ կորածների հարցում շարունակվում է, ամենօրյա ռեժիմով այդ աշխատանքը իրականացվում է, ինչպես նաև գերիների վերադարձի։ Օրեր առաջ մենք իմացանք, որ Բաքվի բանտերում հայ գերիներ են խոշտանգվում։ Մեր սիրահայ հայրենակիցը Բաքվի բանտում, որ բոլորովին պատահականությամբ հայտնվեց գերության մեջ, հացադուլ է հայտարարել, 0 արձագանք։ Մարդակերությունը, քան սա է, այլ կերպ չի կարող լինել։ Տիկին Անահիտ, հիմա դուք խոսում եք, սա այն հումանիտար խնդիրն է, հարցն է, որին ես չեմ կարող իմ ամեն խոսք ու զրույցի ժամանակ, թեկուզ մարդկային շփման զրույցի ժամանակ չանդրադառնամ։ Հիմա այն, ինչ դուք ասում եք Հայաստանի ներքաղաքական դաշտը շիկացած է, ես կարծում եմ ամենևին շիկացում չկա։ Հայաստանի ներքաղաքական դաշտում այսօր կա աթոռակռիվ, ընդդիմությունը փորձում է գոնե առաջիկայում որոշակի չափով խորհրդարանական ընդդիմությունը պահել իր աթոռների մի մասը, Փաշինյանական իշխանությունը փորձում է նորից զավթել իշխանությունը։ Իսկ գլոբալ առումով տեղի ունենում Հայաստանի կապիտուլյացիա։ Տեղի ունենում Սյունիքի հանձնում մեր բոլորի աչքի առաջ, բոլորի, եւ Սյունիքի հանձնում տեղի ունենում այն 3-րդ պետության ստորագրությամբ, որի նախագահը Թրամփը 2-րդ անգամ Հայաստանը հայտարարեց որպես Ալբանիա։ Ալբանիայի վարչապետը գնաց հասավ Վաշինգտոն, որպեսզի խնդրի Թրամփին փաստորեն, որ Սյունիքը հանձնվի։ Մեր դառը իրականությունը այսօր սա է։ Մենք կանգնած ենք Հայաստանի կապիտուլյացիայի առաջ։ Ասում է տեղի է ունենալու սահմանազատում։ Ինչու է ուշանում այդ սահմանազատումը, որովհետև ադրբեջանական ասկերները, որոնք գրավել են Ջերմուկի դիրքերը, Սյունիքում բարձրադիր դիրքեր, Վարդենիսում, ամենուր, չգիտի նրանց ինչպես ասի, հետ գնացեք։ Ուղղակի չգիտի ինչպես ասի, քո ասկերներին հետ տար Ալիև։ Ու դրանք մնալու են Հայաստանում։ Ասում էին սովածանալու են, քանի դեռ չեն սովածանում, ես վստահ եմ, որ Փաշինյանը ամեն օր իրանց պերերիվ է ուղարկում, այլապես սովածացած գնացած կլինեին, կամ գշպետը իրանց պերերիվ է ուղարկում, ասում էին սովածանան կգնան, մարդը 40 օրից ավել մենք գիտենք չի կարող սոված մնալ, ավելին Ջերմուկից նոր դիրքեր են վերցրել առաջ խաղացում արել,
Վարդենիսում դիրքերում նստած տղաներին էլ ասել են այս դիրքը շուտով սահմանազատման արդյունքում հանձնվելու է թշնամուն, հետո էլ ասել են դե ինժեներական աշխատանքներ իրականացրեք։ Հիմա Հայաստանի քաղաքական դաշտը այնպիսին, ինչպիսին մեր երկրի տխուր վիճակն է, տնտեսությունն է, գիտությունն է, կրթությունն է, առողջապահությունն է, այդպիսին եւ մեր քաղաքական դաշտն է։ Մի փոքր, այդ որ դուք ասում եք շիկացում կա Տիկին Անահիտ, դա վերաբերում է Էջմիածնի ընտրություններին եւ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ նորից ազդարարեց, որ ինքը չի հանձնվել եւ նվաճելու է հայ առաքելական եկեղեցին, այսպես ասած։ Ինչ անել, որպեսզի Փաշինյանական իշխանությունը մեր ինքնությունը ոտնակող չանի։ Մենք ունեցել ենք տարբեր ժամանակաշրջաններ, երբ պետականություն չենք ունեցել, բայց հայ եկեղեցին կանգնած է եղել հայ մարդու կողքին ու չի թողնել, որ մենք վերանանք։ Հիմա մեր բոլոր արժեքները վերացնելու այդ գործընթացը շարունակվում է, որպեսզի չնվաճվի հայ առաքելական եկեղեցին, չպղծվի յուրաքանչյուր հայի ինքնությունը, ուրեմն չպետք է թույլ տալ, որ Փաշինյանական իշխանությունը նվաճի Էջմիածինը։ Այն ինչ այսօր կատարվում է Էջմիածնում, բոլորիս շատ քաջ հայտնի է։ Էջմիածնում տարածքային կառավարման նախարարը, ինձ դա ասում էին էջմիածնեցիները իդեպ, տարածքային կառավարման նախարարը Աննա Հակոբյանը մի տեխնացուի են ասել, որ պետք է Խոյ համայնքի խոշորացված համայնքի ղեկավարին, որին տարան այդ երիտասարդ տղային մեկ բերեցին խորհրդարան, տարան փոխմարզպետ, բերեցին Խոյ, հիմա բերել են Էջմիածին։ Ասեմ, որ հերոս մարդու տղա է Մեխակ Մեխակյանի խոնարհումս Մեխակ Մեխակյանի հիշատակին, բայց Արգիշտի Մեխակյան այսօր Քոհոր անունով Մեխակավան գյուղը բուլդոզերով ադրբեջանցիները ոտնատակ են տվել։ Իսկ դու երթմնակալության օրը ասում էիր, հայրս ասել է, որ իմ որդին զոհվի մեծ Վանում, իսկ թոռս մեծ Հայքի նահանգում։ Ընկերաբար խորհուրդ եմ տալիս, ավելի լավ է հետևես հորդ երթմանը, ընկերաբար սա իմ խորհուրդ ընդունիր։ Եվ այսօր քաղաքական ուժի բոլոր քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի միայն մեկը՝ թույլ չտալ նվաճել Էջմիածինը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը պարտվել է Գյումրիում, պարտվեց Փարաքյար համայնքում, կպարտվի Էջմիածնում, առաջիկա ընտրություններում Փաշինյանական պարտությունը մոտալուտ կլինի։ Մարդիկ այն հոգեբանական բարիերը կհաղթահարեն, հասկանալով, որ եթե մի տեղ պարտվում է, երկու տեղ, երեք տեղ, չորս տեղ, ուրեմն կարող է հանրապետությունում պարտվել։ Հայը չի կարող հանդուրժել թրքահպատակ, թրքահաճո իշխանության եւս 5 տարի իրեն ղեկավարի։ Եթե մենք ուզում ենք վերջնականապես դառնանք փախստական, ինչպես մեկ օրում իր հող ու ջրի վրա ապրած Արցախցին մեկ օրում Արցախը դրեց մի փոքր պայուսակի մեջ դուրս եկավ, դա մեզ է սպառնում, դա ողջ հայությանն է սպառնում։ Պարզապես Արցախցին եկավ Հայաստան, հայաստանցին այլևս գնալու տեղ չունի։ Պետք է մենք յուրաքանչյուրս մեր խելքները, մեր գլուխները հավաքենք ու հասկանանք, որ սա ոչ թե պիտի լինի այսօր այլևս աթոռակռիվ, պետք է լինի Հայաստանը պահելու, Հայաստանը փայփայելու խնդիր, քանի որ Ալբանիայի վարչապետը ինքը չի հասկանում, չի կարողանում ընկալել ամբողջությամբ, թե ինչ ստորագրություն կամ գուցե հասկանալով, ես չեմ կարող ասել, եթե հասկանալով, ապա դա վատ է, այս ինչ է կատարվում մեր երկրում, այս ինչ են անում, այս ինչ է անում։ Որքան էլ որ ասենք, որ վատ է, այո, վատ են վարվել, բոլոր իշխանությունները իրենց հերթին այս հող ու ջրի հետ վատ են վարվել, այս աշխատավոր, այս աշխատասեր ժողովրդի հետ վատ են վարվել, բայց ամենավատը այն է, երբ դու կտրվում ես քո հողից, քո արմատներից,
ու թուրք ասկյարի ոտքի տակ ես թողնում քո շիրիմը, որդու, հոր, մոր, տատու ու պապի շիրիմը, ամենավատը դա է։ Հիմա մենք չպիտի ասենք, վայ, մենք կգանք 4 աթոռ, մյուսը կգա 6 աթոռ, այն մեկը կգա, մենք պիտի կարողանանք Հայաստանը ձերբազատենք թրքահաճո իշխանություններից։ Ելքեր կային, այո, կային ելքեր Արցախը պահելու, չի պահվել։ Բոլոր իշխանությունների ժամանակ եղել են ելքեր թղթով, ստորագրությամբ Արցախը պահելու, չի պահվել։ Եվ բոլոր իշխանությունների մեղքով սրանք եկան իշխանության, բոլոր իշխանությունների մեղքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թույլտվությամբ։ Հիմա մենք ասում ենք, հարգելի Արսեն, դուք ասում եք, ստեղծվեց ընդդիմությունը, ստեղծեց այս շարժումը, այն շարժումը ստեղծեցին, բայց եկավ այս ուժը ու ասեց, ես գալիս եմ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիոն ծրագրով, խաբեցին։ Մարդիկ, եթե մարդը չհավատալու ունակություն ունենա, ապա պետք է այսօր բոլորիս խոսքին չհավատա։ Խաբվեց, Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաբվեց, Արցախցին խաբվեց, որովհետև եկան ասելու, որ մենք գալիս ենք Շուշիի ու Արցախի դեօկուպացիոն ծրագրով։ Որտեղ է ծրագիրը, ում գրպանում է, ում ոտքի տակ է, ում դրաշունն է ծրագիրը այլևս, ում դրաշունն է ծրագիրը։ Ես 3-4 անգամ այս ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպելու Էջմիածնի համայնքի բնակիչներին։ Այս պահին ինչ էլ խոսենք, ինչ էլ ասենք, միևնույն է, որտեղ պատահի սրանք գնում են, որպես Հայաստանի վարչապետ, որպես Ալբանիայի վարչապետ, որպես չգիտեմ որ երկրի վարչապետ գնում ստորագրություն են դնում, մի ձեռք են սեղմում լայն ժպիտով, մի փայ են փախցնում, լավ են իրենց զգում, բայց այսօր մեր անելիքը պետք է լինի մեկը, թույլ չտալ Էջմիածին համայնքը թրքահաճո իշխանությունը զավթի, դա պետք է լինի բոլոր հասարակական, քաղաքական, ընդհանրապես հայ մարդու գործը այս օրերին։ Հանդիպել եմ, ասացի, 3-4 անգամ Էջմիածնում եմ եղել։ Շատ պատվարժան, շատ լավ մտածող, շատ լավ վերլուծող, շատ հայրենասեր քաղաքացիներ կան Էջմիածնում ու շատ են իրենք, 80-90% են իրենք։ Մենք պետք է օգնենք այսօր իրենց։ Ամենտեղ, որտեղով անցնում ես, ամենտեղ, 3 Տիկին Անահիտ միասին էինք քայլում։ 5-6 հոգի կանգնած խոսում էին, մոտեցա խոսեցի, ասում են օգնեք մեզ ազատվենք։ Որ գյուղ գնում ես նույնն են ասում, օգնեք մեզ ազատվենք։ Ուրեմն մենք պետք է լինենք այդ օգնողը։ Մեզանից ամեն մեկ այսօր պետք է մտածի, որ պետք է լինի օգնող, առաջին հերթին հենց այս հողու ջրին։ Հայաստանի Հանրապետությունը պահելու հարցում պետք է լինի առաջին օգնողը ինքը։ Մնացած ամեն ինչը, ես կարծում եմ, ինչ ասվի, ինչ արվի, այո, աթոռակռիվ է, մի քիչ ավել փող, մի քիչ ավել գործուղուն եւ մի քիչ ավել տեսուդեն մանգալ, մի քիչ ավել բիզնեսներ ունենալ, մի քիչ ավել շրջապատ ունենալ։ Ուզում ենք ապրել այս երկրում։ Խնդիրն այլևս Արարատը չէ, խնդիրն այլևս Արագածը չէ, այլևս Խուստուփը չէ, եթե ջերմուկի սարերին նստած են, կարող են Արագածի սարին էլ նստեն, կարող են Խուստուփի սարին էլ նստեն, կարող են նստել, եթե մենք մտածենք, որ մենք չենք կարող, կամ մենք ի վիճակի չենք, կամ այսօր մեր հերթը չի, հենց այսօր մեր հերթն է, այսօր յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հերթն է, եթե Էջմիածնում թույլ չենք տալիս այս իշխանությունը հաղթի, թույլ չենք տա համապետական ընտրություններում այս իշխանությունը հաղթի, ասում են գեղ պիտի կանգնի, որ գերան կոտրի, ես այսքան շփվում եմ բնակիչների հետ, ես վստահ եմ, որ այդ գյուղը կանգնող է, այդ գեղը կանգնող է ու այս գերանը կոտրվող է, այսքանը։
Կներեք Տիկին Ամեի ջան, Տիկին